Դիանա Գրիգորյանի «Գոյամարտ» հեռուստասերիալի նկարահանումները շարունակվում են, մեր կողմից սիրված դերասաններն էլ շարունակում են մարմնավորել մեզ արդեն հայտնի դրական ու բացասական կերպարները։ Հեռուստասերիալում հուզիչ տեսարաններ էին, հեռուստադիտողներն ուղղակի անակնկալի եկան հեռուստասերիալում նկարահանվող դերասանների աննկարագրելի ու հուզիչ խաղով։ Հունանի կերպարը մարմնավորող դերասան Կարեն Հովհաննիսյանն ուղղակի փայլեց իր խաղում, դե իսկ մնացած դերասաններն էլ ամեն մեկն այնպես արեց, որ հեռուստասերիալի այդ պահերն ավելի հուզիչ ու դիտարժան դառնային։ Այսպիսով Ռուզաննա Մանուչարյանն, ով հեռուստասերիալում մարմնավորում էր Էռնային, այլևս չի լինի էկրաններին։ Իհարկե «Գոյամարտ» հեռուստասերիալի շրջանակներում, հուսով ենք սիրված դերասանուհուն կրկին տեսնել այլ նախագծերում։ Իսկ մինչ այդ հեռուստասերիալում իրավիճակն իսկապես լարված է։ Սարգսյանները շատ լավ գիտեն, որ մակունցներն այսպես չեն թողնի։ Մակունցները, իհարկե, Հունանին նկատի ունենալով, Հունանը քրոջ մահը չի կարող մարսել ու ինչպես ինքն է ասում, քույրը մահացավ ու իր հետ տարավ մարդու բոլոր հատկանիշներն իրենից։ Մանենը վերադարձավ հայրական տուն, իհարկե պապիկի տուն, քանի որ Գրիշոն վախենում է, որ Մանանն այս վիճակում Հունանի կողքին գտնվելով ոչ միայն իր կյանքին է վտանգ սպառնում, այլևս իրենց չծնված երեխայի, ու այս զարգացումները հետաքրքիր են, քանի որ Գրիշոն իսկապես անհանգստանում է Մանանի համար ու սա նշանակում է, որ շատ շուտով հետաքրքիր անակնկալներ են սպասվում, իսկ թե ինչի մասին է խոսքը, կիմանաք, եթե հետևեք մեր ալիքին ու բաց չթողնեք մեր կողմից պատրաստված տեսանյութերը, որոնք լի են լինելու հետաքրքիր գաղտնիքների բացահայտումներով։ Նշենք, որ Հունանը Արամին հրամայում է, որպեսզի այս արարողություններից հետո անպայման գտնի Ավոյին ու բերի իր մոտ, բայց բոլորին էլ պարզից պարզ է, որ Ավոն ու Արամը համագործակցում են իրար հետ, իսկ այդ մասին կհամոզվեք հաջորդ սերիաներում։ Я пытаюсь себя как-то успокоить, не срываться, բայց ես հասկանում եմ, որ իմ մոտ չի ստացվում ու գիտեք ինչ եմ հասկացել, երբ հակինը իրան ոչ այնքան գրավիչ զգում, սիրուն, հիմա ամեն ինչն եմ նյարդերի վրա ազդում, ինչ-որ փուլ է, որը դե վստահ կանցնի, բայց դե ինչքան կարա լինի անդադար տենց ներվային փուլեր, որ դու փորձում ես քեզ պահել, պահել քեզ ոնց են ասում, держать себя в руках, բայց հասկանում ես, որ դու դրանով քեզ ես ներսից կրծում, որովհետև դու ուզում ես լինել իդեալական, դու ուզում ես բոլորի աչքերում ուժեղ թվալ, դու ուզում ես անթերի լինել, բայց իրականությունը այլ է, ու надо держаться, короче. Իրականում չէ, ամեն ինչ այդքան իդեալական չի, ինչքան որ մենք уզում ենք, որ լինի, որովհետև որ ասում են, нужно держать спину, да, сдержать բաները իհարկե շատ կայֆ է, բայց ռեալ կյանքում լինում են իրավիճակներ, որոնք просто выбивают basically, ու դու просто կոնտրոլիդ կորցնում ես կամ էլ չես ուզում ոչ մի կոնտրոլ անես ու անգամ ամենապուտուրիկ բաները կարող են քո տրամադրության վրա, как минимум տրամադրության վրա հասնել ու հիմա այն փաստը, որ ես այդ շորերը շպրտել եմ ու ես ատում եմ շոր դասավորելը, ինձ ավելի աղունից հանում, որ ես պետք է գնամ այդ շորերը դասավորեմ. Просто хочется выбросить это все. Просто իրականում իմ առաջի ստորները նրա մասին չէր, որ ես ուզում եմ իմ հետևորդները ինձ կոմպլիմենտ անեն, որովհետև իմ հետևորդների կողմից ես երբեք անտեսված չեմ լինում ու միշտ ստանում եմ կոմպլիմենտներ, լավ խոսքեր, բայց հավատացնում եմ ձեզ, լինում են ոչ իդեալական օրեր, երբ որ դու պրոստ ինչ-որ բաներ անում ես անելու համար ու այդ ամեն ինչը քեզ հաճույք չի պատճառում, չգիտեմ, ամեն ինչ այդքան իդեալական չի, ինչքան որ ինստագրամում մենք ներկայացնում ենք։
Это Да, жизнь, вот так. это жизнь, нужно проживать в Да, свете. это дочка, мамочка. Да, дочь? И... Моё солнышко.